Օգոստոսի 1-ից Հայաստանում բիզնեսով զբաղվող ընկերությունները 1 կՎտ էլեկտրաէներգիայի դիմաց վճարում են 7 դրամով ավելի, ինչը հաջորդ ամսվանից բերելու է ապրանքների ու ծառայությունների թանկացման։ Հիմնականում այդ բեռը կոտրվելու է բիզնեսի եւ հասարակության վրա, որտեղ նրանք փոխկապակցված են։ Թե ինչու խոշոր բիզնես ունեցող գործարարները չեն արտահայտում իրենց դժգոհությունները, հոսանքի դիմաց ավելի թանկ վճարելու համար ունի իր պատճառները։ Որքան խոշոր է, որքան ունեցվածքը շատ է, այնքան նա կախյալ վիճակում է, մանավանդ, որ ինքը գիտի երկու բան։ Առաջինը, որ ինքը ազնիվ ճանապարհով չի հարստացել, երկրորդը նա գիտի, որ գոյություն ունի ոհմակի օրենքը, որտեղ ոչնչացնում են նաև այն գայլին, որը որ ոհմակի օրենքներին չի ենթարկվում։ Հայաստանն ԱՊՀ տարածքում ամենաթանկ էլեկտրաէներգիա ունեցող պետությունն է, ուստի հայկական արտադրության ապրանքը բարձր գնի պատճառով արտաքին շուկաներում դառնում է պակաս մրցունակ։ Եթե որևիցե ապրանք այստեղ արտադրելու համար ծախսվում է X գումարի էլեկտրաէներգիա, ապա ասենք Բելարուսում կամ Ռուսաստանում կամ Վրաստանում ավելի քիչ գումարի էլեկտրաէներգիա է ծախսում նույն ապրանքը արտադրելու համար։ Իսկ բնակչությունը չպետք է մոռանա, որ կառավարությունն իր փոխարեն հոսանքի թանկացած 7 դրամը վճարելու է մինչև աուդիտի ավարտը։ Մեծ է հավանականությունը, որ արդեն 3 ամիս անց քաղաքացիներն իրենք կկրեն այդ ծանրությունը։ Միջին վիճակագրական տանիքը տարեկան 100,000 դրամի ավելի շատ ծախս է կատարելու, որը լինելու է իր փայաբաժինը այդ ուրեմն էլեկտրաէներգիայի թանկացման հարցում։ Իդեպ այսօր հայտնի դարձավ, որ հաջորդ շաբաթվանից Deloitte և Touche աուդիտորական ընկերությունը խորհրդատվություն կսկսի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում։ 16 շաբաթվա ընթացքում մասնագետները կփորձեն հասկանալ, թե որքանով են հիմնավորված եղել վերջին 3 տարվա ընթացքում ՀԾԿՀ-ի կողմից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումների մասին որոշումները։